այս նախընտրական շրջանում հենց տնտեսության վերաբերյալ քաղաքական ուժերը իրենց նարատիվները կառուցում են։ Կգամ մեր նախընտրած տեխնոլոգիան, խոստացել է մեր մոտ կդնի անտարբերություն կա, ապացիական չկատարվում կենտրոնում իրանց վերջին հաշվով չի էլ հետաքրքրում։ Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք մնալ կանաչ ուղեգծի մեջ եւ ինչպես արդեն տեղյակ եք, մենք ոդքասթների շարք ենք, նկարահանում, որտեղ ներկայացնում ենք Հայաստանում նախընտրական շրջանում համայնքներում տարածվող խոսույթները կամ շատ հաճախ կեղծ խոսույթները եւ այն երևույթները, որոնք ուղղված են ժողովրդավարական գործընթացների դեմ։ Պետք է նշեմ, որ ամբողջ Հայաստանում կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման անդամները իրենք իրականացնում են դիտարկումները եւ համայնքներում իրավիճակը տարբեր է, Հայկ։ Այո, եւ այս անգամ մենք խոսենք մեր Ալավերդու գործընկերների հետ, ցանցի անդամների, Գևորգի եւ Նինայի հետ, բարևներ։ Մենք ապրիլից մեծ հաշվով սկսել ենք ավելի ակտիվ կերպով համայնքներում եւ մարդկանց հետ շփումներ, քննարկումներ եւ ընդհանուր դիտարկումներ այս նախընտրական իրավիճակի հետ կապված, մինչեւ ձեր առաջին տպավորությունները ու արձանագրումները դրանց անցնելը կուզեմ մի քիչ Ալավերդու մասին պատմեք, որպեսզի մեր լսողներն էլ պատկերացում կազմեն, թե այսօր Ալավերդցուն ինչն է հուզում, ինչ հարցերով ու խնդիրներով կամ ակնկալիքներով է ապրում Ալավերդին։ Ալավերդին ինքը եղել է հանքարդյունաբերող խոշոր քաղաքներից մեկը ոչ միայն Հայաստանում, այլ Սովետական Միությունում։ Այժմ 2018 թվականից Ալավերդու գործարանը չի աշխատում եւ Ալավերդին անցել է ավելի շատ տուրիստական ոլորտի զարգացածության ուղղությամբ։ Դե Ալավերդին նաեւ դուք նայում եք, շփվում եք նաեւ կողքի համայնքների, յուղերի հետ, մի քիչ էլ պատմեք, թե էլ ինչա մտնում այստեղ, ինչա կատարվում։ Ալավերդին երևի Հայաստանում այս խոշորացված համայնքներից միջին չափսերին է հասնում, մոտ 28 բնակավայր կա, դրանից ավելի մեծերն էլ կան, իհարկե, բայց բնակչության առումով կարող ենք ասել աշխարհագրության առումով ինքը շատ ցրված համայնք է եւ հաշվի առնելով, որ բնակավայրերի մեծ մասը գտնվում են Սարավանդի վրա, մի մասը գտնվում է Հովտում, Դեպետի Հովտում եւ կլիմայով եւ զբաղմունքով այս մարդիկ խիստ տարբերվում են իրարից, էլի, ու հենց մեծ մասը այդ խոշորացմանը դեմ էր, ասում էր մեր մոտ անասնապահություն, ընդեղ այգեգործություն, ոնց է կարողանալու այս ամենը իրար հետ համադրել, չնայած դե մի ժամանակ է Թումանյանի շրջան էր ու լավ էլ համադրվում էր։ Պարզապես տեղ կախված է կառավարումից։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ միծև ինձ համար համենայն դեպս այնպիսի տպավորություն է, որ միշտ այս շրջանը դուրս է ինչ-որ ուշադրությունից, անտարբերություն կա, ապաթիա կա, ինչ է կատարվում, կենտրոնում իրանց վերջին հաշվով չի էլ հետաքրքրում, որովհետև հիմնականում հացի խնդիր են լուծում, բայց ամեն դեպքում բնակավայրեր կան, որ վերջի շրջանում փոփոխությունները նկատելի են, հենց գյուղացիք են խոսում, որ այսքան տարի մենք սենց բան չէինք տեսել, բայց հիմա տեսնում ենք։ Բնականաբար 30 տարվա մեջ գոնե մի բան պիտի լիներ այդ բնակավայրի համար, պարզապես եկավ այս ժամանակ եղավ, համենայն դեպս գոնե դրանով լավ է, բայց ընդհանուր ես կասեմ, որ անտարբերությունը ընդհանուր ինչ կկատարվի, որովհետև այդ խորը հիասթափությունը, այսինքն իրենք մի ժամանակ երևի լրիվ ուրիշ ձև էին պատկերացնում, ինչպես պիտի լինի այս պետությունը, բայց ունեցան լրիվ այլ պետություն, հետո արդեն այդտեղ գալիս է հակամարտությունները, այդտեղ գալիս է պատերազմը, մարդիկ ընդհանրապես հենց մի ձև համենայն դեպս իմ շրջապատում մի մասը արդեն զուտ իր տան մեջ խնդիրը տեսնում է իր տան մեջ խնդիրը լուծի, այդքան իրան բավական է, այսինքն դրանից այն կողմ ինքը էլ ոչինչ չի տեսնում։ Իմ մանկության տարիները երբ համեմատում եմ ոնց էին քարևանները, այն
մութ ու ցուրտ տարիներին են մի բաժակ, մի քթալ սուրճը որ ճարում էին, ոնց էին միասին խմում, հիմա դա չկա ցավոք սրտի, որովհետև բոլորը կենտրոնացած են իրենց ընտանիքին, իրանց խնդիրները լուծելու, նույնիսկ բարեկամական այդ այցերը, բանը տոնից տոնա դարձել, ինչ ինձ համար շատ ցավալի է, որովհետև այս առումով գոնե Լորին միշտ առաջին եղել իր հյուրընկալությամբ, չգիտեմ, սրտաբացությամբ միշտ խոսել ենք, բայց հիմա էլ այդ չկա ցավոք սրտի, մարդիկ դարձել են կենտրոնացած իրենց տներում։ Ինձ թվում է այս շատ կարևոր է արձանագրելը, որովհետև այն ինչ որ մենք հիմա խոսելու ենք նախընտրական շրջանի հետ կապված, այն կեղծ նարատիվները, ապա տեղեկատվությունը, մանիպուլյացիաները իրանք ավելի էֆեկտիվ են դառնում այն միջավայրում, երբ որ մարդիկ այտենց մի կողմից ապատիկ են, հա, հետաքրված չեն, անտարբեր են, մյուս կողմից էլ մեկուսացած են։ Այդ սոցիալական կապերը երբ որ չի լինում, մի քիչ ավելի խոցելի է լինում, նաև հա, այս տեսանկի մանիպուլյացիաների տեսանկյունից։ Գիտեմ, որ վերջին օրերին որոշակի շփումներ, հանդիպումներ, քննարկումներ եք ունենում համայնքներում, հետաքրքիր է նարատիվների տեսանկյունից։ Ինչ են խոսում մարդիկ հենց ընտրությունների հետ կապված, ինչն է, ինչպիսի տենց խոսույթներ կան, որ ավելի տարածված են, ինչ եք շատ նկատում։ Շրջանառվում այն, որ արդեն որոշած ով ընտրելու, մեզանով չի։ Երկրորդը գնամում, հա, մեկ էլ այդ ամենը գալիս է նաև իրանք չունեն դեռ կողմնորոշված չեն ու այլընտրանք չունեն, չեն տեսնում համենայն դեպս, այդպես են ասում, բայց հիմնականում ում էլ գնամ ընտրեմ, մեկը իրանց մեջ բաժանելու են, որոշել են ով է լինելու։ Հիմնական այդ պապիկների, որտեղ իմ շրջանը նաև պապիկների, տատիկների շրջանն է, այս առումով ուզում եմ նշել նաև, որ մեր այդ հասարակության մի մասը խոցելի է մեդիա կոնտենտի նկատմամբ, այսինքն իրենք խոցելի են այն առումով, որ չեն տարբերակում մեդիայում ապատեղեկատվությունը լիարժեք տեղեկատվությունից եւ խոսույթներից արդեն կարողանում ես տարբերակել ինքը ինչ սոցիալական ցանցի է հետևում, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ սոցիալական ցանցերը իրենց յուրահատուկ ալգորիթմ ունեն ու մարդիկ մեծահասակների մի մասը վերնագրերով է նյութը ընտրում, այսինքն ինչքան ցնցող վերնագիր է, ինչքան sense հուզող, մանավանդ հուզական դաշտը հիմա մի քիչ անկայուն է, ինչքան sense իր սրտին կպչում է, ինքը այդ նյութը բացում, անկախ նրանից այդ նյութի մեջ դրա մասին խոսում են, թե չէ, բայց դա բացում է։ Ավելի հակված է հավատալ դրան։ Ու հա, իհարկե հավատում եմ։ Հուզական sense այն լարված նյարդերով ենք մենք հիմա ապրում ու ցանկացած մի բան, որը կպչում է մեր սրտին, մեր հոգուն, մեզ անմիջապես հանում է հունից։ Ի՞նչն է կպնում մեր սրտին։ Մեր սրտին կպնում է պատերազմի վտանգը, մեր սրտին կպնում է գազի լույսի թանկացումը, որովհետև ամեն դեպքում, ինչպես ասեցի, կենցաղային խնդիրներ կա, որը մարդիկ չեն հասցնում լուծել։ Այսինքն այդ ներքին վախերը, որ կարող է այսպես լինի, կարող է այսինչը թանկանա, երևի այս Իրանի հակամարտությունի ժամանակ մեծ մասը սկսեց մեծ քանակությամբ բանը սնունդ կուտակել, որովհետև հեսա կթանկանա այդ բաները կա էլի, այսինքն եւ խաղացողները բնականաբար հենց խաղում են այդ դաշտում հաս էմոցիաների վրա, որովհետեւ գիտեն, որ դրանով շատ հեշտ կարող են կառավարել ընտրողներին, որովհետեւ դրանք պոտենցիալ ձայներ են իրենց համար։ Իսկ ընդհանուր առմամբ սա ինձ թվում է նաեւ գալիս է նրանից, որ ընդհանրապես տնտեսության զարգացման այլ ընտրանք էլ չեն տեսնում, այսինքն երբ անցնում ես գյուղերով հին ավանդական մեթոդներով ուզում են այս կլիմայական փոփոխություններում իրանք ստանան այն բերքը, որ ստացել են խորհրդային տարիներին, այնինչ հողերն են հոգնել, այնինչ կլիման այլևս այն չէ, բայց ուրախությամբ նաև կարող եմ արձանագրել, որ այն գյուղերում, որտեղ բացի կարտոֆիլն ու ցորեն ուրիշ բան չէին աճեցնում, հիմա այլ կուլտուրաներ են աճեցնում, ինչը որոշակի մտահորիզոնի փոփոխություն է տալիս, բայց որ վախեցնում է մարդկանց էներգետիկ այդ բաների թանկացումը, վախեցնում է պատերազմը եւ հենց այդ խաղացողներն էլ խաղում են այդ նոտաների վրա։ Միջալյոս պատերազմի թեման շարունակելով, այս Պարսկաստանի հետ պատերազմում մի նոր նարատիվ է եկել Հայաստանի մեջ, որ
Պարսկաստանից էսա լիքը ադրբեջանցիներ կներգաղթեն Հայաստան ու սրանով Հայաստանը էլի վերջնականապես կթուրքացվի։ Հա։ Ալավերդինը ինքը յուրահատուկ տեղ է, կապված այ Գևորգը սկզբից նշեց գործարանի, հա, հարցը։ Այդ այն հա ոլորտն է, այսինքն այն ուղղությունն է, որտեղ բոլոր ժամանակները, բոլոր քաղաքական ուժերը իրենց նարատիվները կառուցում են։ Օրինակ, հա, այսինչ երկիրը այսպիսի գործարանը կանգնեցրին, Ալավերդին արտագաղթել է եւ աղքատացել է գործարանի եղած ժամանակ։ Այսինքն, բայց այսինչ երկրը գործարանը փակեցին, հա իշխանությունը չգիտեմ, հա պետք է գա ինչ-որ նոր իշխանություն եւ գործարանը կառուցի, այդ շատ սրտամոտ սենց մարդկանց սրտերի նուրբ է դա կպնում, որովհետեւ ինչպես նշվեց, հանքարդյունաբերական քաղաք է եղել եւ այնտեղ սերունդներ կան, որոնք միայն աշխատել են գործարանում։ Այսինքն դրա վրա կարողանում են շատ լավ աշխատել։ Մյուսը դա ապաթիան, ահա, օրինակ։ Խնդրեմ, միջև ապաթիային անցնելը, ես ուզում եմ այս պահը շեշտենք, որտեղ շատ կարևոր է, էլի տնտեսական նարատիվները, մենք շատ ենք խոսում, որ օրինակ անվտանգության մասին են շատ, հա, անհանգստությունների, սոցիալական թեմաների, բայց այս նախընտրական շրջանում հենց տնտեսության վերաբերյալ նարատիվների մասին ինձ թվում է արժի մի քիչ առանձին ուշադրություն դարձնել, որովհետև այդ նոստալգիան օգտագործելը, հա, այն ժամանակ ինչ լավ էր, եկեք վերադառնանք այն հին ժամանակները, ոնց որ դու ես նշում, առանց հաշվի առնելու, որ ինչքան բան է փոխվել այն ժամանակից հետո, ու միևնույն ժամանակ օրակարգի մեջ, հանրային խոսույթի մեջ այդ այլընտրանքների մասին խոսք չի գնում։ Արդյոք Ալավերդի զարգացման միակ ճանապարհը օրինակ այդ գործարանը վերականգնելն է, թե չէ, հա։ Կեղծ նարատիվ է դա, որովհետև Ալավերդիում հա, որևէ մեկը հեշտ չի բերելու, այսինքն գործարանը սարքելու համար պիտի 0-ից գործարան սարքես, եթե 0-ից է սարքում, ցանկացած տեղ պետքա սարքել, կարաս սարքես, այսինքն դա հենց այդ տնտեսական կեղծ նարատիվն է, որը որ առաջ է բերվում եւ մարդկանց վրա աշխատում է, այսինքն կարա գա, ինչ որ չգիտեմ, հա, մի քաղաքական ուժ, ասի ես գործարան եմ սարքելու, հավատացեք, որ մարդկանց զգալի մասը դրանք սկսի հավատալ, ու ինքը սուտ է ասում բնականաբար։ Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ես ծնվել մեծացել գյուղում ու նկատում եմ, որ գյուղացին չի արժևորում իր արածը։ Այսինքն ինքը չի ընկալում, որ ինքը այսօր ազգային անվտանգության հարց է լուծում, այսինքն պարենա ստեղծում, որով կարող է պահել եւ գյուղին եւ քաղաքին։ Ամեն դեպքում, ինչպես Օլեգը նշեց, գյուղացին իր տնտեսական զարգացումը տեսնում է քաղաքի զարգացումով, այսինքն եթե քաղաքացին գումար չունի, իր բնամթերքը չի վաճառվի, հետևաբար քաղաքացիում կոնկրետ Ալավերդու համար շատ կարևոր է, որ գործարանն աշխատի, որ իր բնամթերքը եւս վաճառվի։ Ուղղակի Նինայի ասածների մեջ, որ խոսում ենք, այն ապաթիայի մասը, որ խոսում ենք, ասենք ինքը նշեց ապաթիայի մասին, դա շատ պարզ պատճառներ ունի, նախ մի հարցի հետ համաձայն չեմ, Նինան որ ասում է 30 տարի չի եղել, մի օր պիտի լիներ, ոչ, հստակ է, 30 տարուց մինչև 18 թիվը գյուղերում ոչինչ չի եղել եւ դուք մի քանի տարվա մեջ սկսել են ինչ-որ բաներ կատարվել, իդեպ երևի թե Ալավերդի նախկին համայնքի մի համայնքում կամ երկու համայնքում, մի համայնքում, որ փոփոխություններ կար մինչև 18 թիվը, այն մնացածում ժանգոտած վիճակ էր, այսինքն բուն փոփոխությունները հետո են սկսել շատ կարճ ժամկետում, էդ էլ է նարատիվ, որ մի օր պետք է լիներ, այդպես չի, լինելու համար պիտի աշխատես, որ լինի, պիտի փող լինի ի վերջո համայնքում եւ նախ մարդիկ դա տեսնում են եւ դա գնահատում են այդ փոփոխությունները, բայց ապաթիա է գալիս օրինակ հա 18 թվականի հեղափոխությունից հետո բազմաթիվ անպագորգոր հայտարարություններ եղան, օրինակ Ալավերդիում կա միգուցե մի փոքր խմբի ձեռքերում մեծ կապիտալ է, հա, կուտակված։ Իդեպ այդ փոքր խումբը հիմա շատ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է իդեպ եւ անպագորգոր հայտարարությունները, որ պետքա, չգիտեմ, հա, վերցնեն, պետականացնեն, սեփականացնեն, անհիմն ժողովուրդը դա չի տեսել, չի տեսնում
Եվ երբ որ չի տեսնում ժողովուրդը, այսինքն դա եղավ ու չեղավ, ժողովուրդը իր անզոր է իրեն զգում, այսինքն համարում է, որ միևնույնն է իր պահանջը ասածը չի կատարվում, եւ ինչպես արդեն Նինա նշեց, այդ ժամանակ է գալիս, որ սկսում են այդ գաղափարական վեհ հարցերը, որոնք միևնույնն է չեն լուծվում, իրենց տեղը զիջել ինչ որ տեղական մակարդակի հարցերի, հա, օրինակ, բոլորի համար գաղտնիք չի, որ Ալավերդիում քրեական ենթամշակույթը, այսպես ասած, ինքը բավականաչափ լայն զարգացած է եւ ժողովուրդը շատ նրբազգաց է դրա նկատմամբ։ Այսինքն տարիներ շարունակ այդպես է եղել եւ շատ մարդիկ այդ քրեական ենթամշակույթի ներքո կարող են եւ նարատիվներին հավատալ եւ ուղղակի ինչ որ երևույթների մեջ մտնել, այսինքն դրա գործընթացները ինչպես պետք է լուծվեն հեղափոխությունից հետո այդ ամեն ինչը ջարդելով, բայց չի եղել եւ մարդիկ բնականաբար խոցելի են մնում դերևս այդ տիրույթում։ Ստե մենք մի ցավալի երևույթ նաև ունենք, որ գյուղացին ինքը իրան համարում է, որ ինքը չի աշխատում, անգործ մարդ է։ Ունի վարելահող, ունի ընտանի կենդանիներ, բայց դա չեն տեսնում որպես եկամուտի աղբյուր։ Դա ուղղակի իրանց տանը կա եւ վերջ։ Ու փորձում են ձգտել ինչ որտեղ աշխատանքի ընդունվել, դաժե նույնիսկ չմտածելով, որ կարելի է ինչ որ ձև մեր այգեգործությունը ինչ որ բիզնեսի վերածել։ Ոստեց գալիս է այդ նախընտրական քարոզարշավների ժամանակ հաճախակի բան լինող հարցերից մեկը, որ ասում են մենք աշխատատեղեր կստեղծենք, կաշխատեք, բայց պետությունը բոլորս է գիտենք, որ պետության մեջ չկա այդ բանը, որ ինքը պարտավոր է ստեղծի աշխատատեղեր։ Ինքը ստեղծելու է հարմարավետ պայմաններ ու հասարակ քաղաքացին, որպեսզի կարողանա աշխատատեղ իրանց սարքի։ Ինչ որ բիզնես տնի, աշխատողներ ընդունի եւ այլն։ Բայց մարդիկ մտածում են, չէ, մենք չտենք մտածի, հեսա կգա մեր նախընտրած տեխնացուն, խոստացել է մեր մոտ կդնի մի հատ ինչ-որ լավ ֆաբրիկա կսարքի, ու մենք այդտեղ կաշխատենք առանց մտածելու։ Այս պետության դերի տեսանկյունից, հա, ինչպիսին է ընկալվում պետության դերը, որտեղ մենք նախորդ զրույցների ժամանակ էլ էինք շատ խոսում, որ այդ թոշակները բարձրացրին հետո կիչացնեն, հա, խոստանում են աշխատատեղեր, կտան թե չեն տա, ինչ որ ակնկալիք կա պետությունից, թե պետության դերը որն է, ինքը ծառայություն տրամադրող է, ինքը սոցիալական աջակցություն տրամադրող է, թե ինքը միջավայր ձևավորող է, այդ գործարան բացողը պետք է պետությունը լինի, թե քո ասած պետությունը պետքա պայմաններ ստեղծի, ինչ եք տեսնում, էլի որն է, ինչպիսի վերաբերմունք կա պետությունից, որովհետև ինձ թվում է նախընտրական շրջանում նաև շատ է ինչ որ ձև աղավաղվում, թե պետության դերը, ֆունկցիան որն է, ու որոշակի նարատիվներ են նաև ձևավորվում պետության վերաբերյալ, ու մարդկանց մոտ շատ սխալ նաև ակնկալիքներ ու պատկերացումներ են, էլի, այդպես ստեղծվում։ Աղավաղվելը շատ շուտ վանից է աղավաղվել այն առումով, որ այն ժամանակ, երբ մենք քաղաքացիության եւ գործողություն մեթոդոլոգիայով ֆոկուս խմբային քննարկումներ էինք անում հիմիկվա բնակավայրերում, այն ժամանակ համայնքներում, մեծ մասամբ հարց լուծող գյուղացիները դիտարկում էին այդ տարածքի падգամավորին, այսինքն նրանք չէին ընկալում падգամավորին զուտ որպես օրենսդիր մարմին, պարզապես հարց լուծող մարմին, ով կարա փող տա, այս ինչ գործը արվի, այսինքն այդ ինստիտուտներին ճիշտ չենք ընկալում ամեն դեպքում, ով է հիմա դպրոցը չի կառուցվում, գնանք падգամավորին ասենք, падգամավորին դրա համար չի պիտի ասես, падգամավորին պիտի ասես, որ այնպիսի օրենսդրություն մշակի, որ այդ դպրոցը, որ պլանավորել են այդ ժամանակում ավարտել, պիտի այդ ժամանակում էլ ավարտվի, այսինքն նորմատիվներ սահմանի այդ կառույցների գործադիր մարմնի համար, որ նրանք ճիշտ ամենայն դեպս այդ բախշվի, չգիտեմ, գնումների գործընթաց սկսվի եւ այլն։ Այսինքն ամեն դեպքում մեր մոտ աղավաղված այդ ինստիտուտների դերը, ով ինչ անելու, ինչի համար է ստեղծվում, այսինքն դատական մարմինն ինչի համար, օրենսդիրին ընդհանրապես չեն ընկալում որպես զուտ օրենսդիր մարմին, իրանց համար падգամավորները զուտ հարց լուծողներ են։ Հա տեղական մակարդակով, այսինքն հենց հիմա ընտրությունն էլ գնալու է հենց դրանով, այսինքն նրան ընտրենք, որ մեր
բնակավայրից հարցերը կլուծի, ասենք, էլի այդ կա, այսինքն մարդիկ ամեն դեպքում ԱԺ ընտրություններ, ասում ենք ազգային ժողովի, բայց իրանք այդ օրենսդիր մարմինը ամեն դեպքում չեն ընդունում։ Հիմա երբ հարցնես, այ օրինակ ինչ օրենքներ այս վերջի շրջանում հեղինակել էս ինչ մարդը չգիտի, բայց գիտի, որ եկել էր, հանդիպել էր ու իրան լսել էր։ Այսինքն այդ գիտի, բայց թե ինքը ազգային ժողով, այսինքն նրա համար ինչի համար ինքը ընտրվել է, արդյոք ծառայել է այդ նպատակին, թե չէ, արդեն մնում է հարցերի հարցը։ Իսկ թվում է Օլեգի ասած նաև կա այստեղ ստացվում է մի հատ իրավիճակ, որտեղ որ դու ունես աղավաղված պատկերացումներ պետական Հա, բայց որտեղ պետության չինովնիկներն են մեղավոր։ Այո, բայց հիմա նայ որ գնում են ու բոլոր ժամանակների, էլի միջև այսօր։ Դու ունես որոշակի բիզնես միջավայր, ընկերություններ, որոնք որ իրանց ազդեցությունները ունեն, դու ունես քրեական ենթամշակույթ այդ տարերը, որոնք որ իրանց ազդեցություն ունեն։ Ինձ հետաքրքիր է հիմա, այս նախընտրական շրջանում, այս տարբեր ուժերը, հոսանքները, ամեն մեկը պատկերացնում են որոշակի ձևով ներգրավված է այս նախընտրական process-ներում ու փորձում են ընտրողների վրա ազդել։ Տեսնում եք արդեն տենց ինչ որ դրսևորումներ, օրինակներ։ Բոլորը թե նախկինում, թե հիմա բոլորը հենց այդ ամբողջ ինչ արել են, ինչ որ պետք է անեն, գալիս են անում են հենց վերջի պահին, որպեսզի բոլորի հիշողությունում լավ թարմը լինի այդ process-ը, որ գալտեն իրանց դեն ընտրի դրանով։ Ես ուղղակի ասեմ, որ իրականում այս process-ները իրենք շատ պարարտ հող են ստեղծում, այսինքն այն մարդկանց համար, ովքեր որ կարան նարատիվների կամ սենց ասած նախընտրական շրջանում իրենց համար հարմար դիրքերից հանդես գան, որովհետև շատ հեշտ է, հա, գնալ ապացուցել, որտես այս մարդը PR-վում է, իրականում ինքը ոչինչ չի արել, ապացուցել, այսինքն երբ որ դու կոտրում ես, այսինքն ցույց ես տալի ինչ որ մարդու, որ ինքը PR-վում է, արդեն իսկական առածի մասն էլ արժե զրկում ես, հա, այսպես ասած, եւ դրա վրա կարան սկսեն ու սկսում են, այսինքն կառուցել նաեւ այլ նարատիվներ էլի։ Հետո ասենք ստեղ էլի այդ պետության նկատմամբ մարդկանց այդ խաթարված վերաբերմունքն է պատճառը, որովհետև ամեն դեպքում պետությունը չի կարող ընտրություններից առաջ դադարի գոյություն ունենալ, այդ օրգանիզմը նա պիտի շարունակի աշխատել, բայց ցավոք սրտի դա չի, այսինքն այստեղ խառնվել է լրիվ իրար, այսինքն պետությունը ինքը պիտի այդ քանդված ճանապարհներ սարքի, չգիտեմ, մայթերներ սարքի, չգիտեմ, կանաչապատում էլ անի, հնարավորություն ստեղծի, որ կենսաթոշակային տարիքի մարդիկ լավ ապրեն։ Դա օրգանիզմ է, ինքը պիտի արվի ինչ-որ մի ժամանակ, ես դրա համար եմ ասում 30 տարվա մեջ գոնե մի օր պիտի ուշադրություն դարձնեին օրինակ մղարդի վրա, ամեն դեպքում ինքը օրգանիզմ է, բայց որ գալիս է ու արվում է հենց այդ ժամանակ են ակտիվան, արդեն մարդիկ դա անցալում են որպես զուտ նախընտրական գործընթացներ, ոչ իրական, որովհետև օրինակ շատ երկար տարիներ միշտ այն Ստեփանավանով անցնող Ալավերդի Վանաձոր մայրուղին փոսալցում էր արվում ընտրություններից առաջ պարտադիր։ Մի հատ այդ փոսալցումն անում են մինչև հիմնանորոգվեց։ Այսինքն, երբ որ դու անդադ տեսնում ես, որ դրանից առաջ է դա արվում անընդհատ, արդեն էլ չես մտածում, որ ճամփեն պիտի քանդվեր, աղետի գոտի քանդվել էր, պիտի սարքվեր, աղետի գոտի ամեն դեպքում պետությունը պիտի այդ խնդիրները լուծի։ Դրա համար այս տարիների ընթացքում չգիտեմ, խառնվել են մարդկանց ընկալումները խառնվել է եւ ընդհանրապես պետությանը չեն ընկալում որպես մարմին, պետությանը ընկալում են, այսինքն սենց որ գնաս մի քիչ խորանաս, իրանց վերջին հաշվով չի էլ հետաքրում ով այնտեղ նստելու, որովհետև իրանք գործն են անելու, նրան չեն հարկ տա, նրան հարկ կտան, այսինքն մեծ մասը նաև այդ ասում է, հա, ես իմ հարկերը մուծում եմ, ինձ համար ինչ կարևոր անդե ով է նստած կամ ով է դրանից պարգևավճար ստանում, այլ անցել ենք պարգևավճարների թեմային։ Հետևաբար այդ արժեքների նաև այդ փոփոխությունը, այդ արժեզրկումը, այն ամեն ինչը որ արվել է այս տարիների ընթացքում, որ այդ տեսանկյունից ես ուզում եմ որպես դրան հակազդող, հա, կարևոր նարատիվ, որ մենք պետք է ինձ թվում է զարգացնենք, դա նա որ ինչ իշխանություն էլ լինի թիմը, լինի ազգային ժողովը, լինի քո համայնքում մեծ բիզնես ունեցողը, թե ով,
իրան հաշվետու պահելու միակ դեպը ամեն դեպքում մասնակցելն է։ Այսինքն այդ վերաբերմունքը, որ կապ չունի ով է կամ ինչ որ բաներ իրանք մեկա որոշել են, իմ մասնակցությունը որևէ բան չի փոխում, իրականում լրիվ հակառակն է, որովհետև այդ պրակտիկան, որ տասնամյակներ շարունակ փորձալուծում է եղել է մինչև ընտրությունները, եղել է նրա պատճառով, որ հաշվետվողականությունը պահանջող մասնակցությունը չի եղել։ Հիմա շատ կարևոր է այդ ուղերձը քաղաքացիների մանան, որ ինչքան էլ վստահությունը ցածր է, ինչքան էլ ակնկալիքները ցածր են, մենք պետք է մեր մեջ զարգացնենք այդ մկանները անընդհատ մասնակցելու տարբեր մակարդակներում տեղականից սկսած մինչև պարլամենտական ընտրություններ, որպեսզի նաև այն մարդիկ, ովքեր որ ձգտում են իշխանության, իրանք իմանան, որ կա հաշվետվողականություն, որ կա պատասխանատվության ինչ-որ բան, հա, ու այս ընտրություններին գնալը մասնակցելը եւս մի անգամ միջոց է այդ հաշվետվողականությունը պահանջելու, ով ինչ է խոստանում, ով ինչ է անում եւ այլն եւ այլն։ Մասնակցության առումով ես լրիվ համաձայն եմ ու հիմա հենց նաև զրույցներում ես դա եմ բերում, որ ամեն դեպքում իսկ ինչ եք որոշել, որ դուք չեք կարող ինչ-որ մի բան պահանջել կամ երբ եք գնացել հարցրել, որ ձեզ չեն պատասխանել։ Գնացել ես հարցրել, այս գումարը ինչի վրա ես ծախսել։ Եթե չես հարցրել, բա ինչի պիտի ինքը գար։ Հիմա մի հասարակ բան ջրագիծ են անցկացնում 25 կայարանում եւ այնտեղ մի հատ խողովակ են պայթացրել, ջուրը ամբողջ օրը հոսում է։ Ասում ենք, ասել եք, որ տրաքացրել եք, եկեք ստար, ասում ա, չէ, ում ասեմ։ Ասում բանվորներին ասեք, բանվորն է, չէ, արել, ասա ղեկավարիդ ասա։ Չես ասել, ով պիտի մտածի քու փողոցը որ թացարում, ոչ մեկ չի մտածել, ինքը գալիս է գործ անում, գրում է տուն։ Մի հատ էլ ասում է խողովակը փակի, որ հանկարծ դե ցեղ չլինի։ Այ այդ մշակույթը ճիշտ եք ասում, այդ հանրային լսումների ժամանակ է པարզ երևում է, մարդիկ չեն գնում։ Չեն խառնվում, ինչ որ պահանջատիրություն չկա, չեն ուզում, բայց լավ բողոքում են։ Չէ, բայց դե պահանջատիրություն հիշենք, որ վերջին տարիներին, հա, ինչքան պահանջատեր ա եղել Թեղուտը, Ալավերդիում հավաքվել են մարդիկ, առաջարկություններ մերժել։ Ուզում եմ ասել, որ այն ինչ որ իրենց պետք է, չէ, այն ինչ որ իրենց պետք է, այսինքն ինչը որ իրենց հետաքրքրում է, այնտեղ մարդիկ պահանջատեր են, ըստ իս մենք պետք է մի քիչ այլ տեսանկյունից, հա, նայենք այս խնդիրներին, այսինքն ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Որ դու ասում ես Նինա ջան, որ մարդիկ պետությանի սպասելիք չունեն, բա ամբողջ օրը պետպաշտոնյաներին են դիմում մարդիկ, այդ դեպքում ոնց սպասելիք չունեն։ Անձին են դիմում, ոչ պետությանը։ Չէ, այդ համաձայն է, որ ասոցիացիոնը պետության հետ կա անձի, բայց միևնույն է ինքը վերաբերում է որպես պետության ներկայացուցիչ։ Ես կասեի հակառակը, ոչ թե պահանջատիրություն չկա, այլ ավելի շատ մարդիկ մտածում են, որ պետությունը կա եւ թող ինքը անի։ Այսինքն մենք, չգիտեմ, հա, կարգել ենք ինչ որ մեկին, թող ինքը անի։ Եվ այդպես եղել է երևի թե նաեւ Ալավերդու տեղական ինքնակառավարման նախկին իշխանությունների ժամանակ, երբ որ ապավինում էին համայնքապետին, տեղական հա մակարդակի, որ ինքը անում է, լավն է անում է, հա, հետո իշխանափոխություն եղավ Ալավերդի եւ նորից կարծես թե նույնը շարունակվում է, այսինքն պետությունը անում է կամ պետք է անի, բայց այն հարցերում, որոնք իրենց պետք են, ժողովուրդը գնում է եւ պահանջում է։ Օրինակի համար ջրհեղեղի ժամանակ, հա, երբ որ եղավ ջրհեղեղը, մարդիկ կարիքի մեջ էին, մարդիկ պահանջատեր չէին, պահանջատեր էին, եւ պետությանն էին դիմում, եւ թիմ էին դիմում, եւ մեզ էին դիմում, տարբեր տեղեր դիմում են, այսինքն այն հարցերում, որտեղ իրենց պետք է, իրենք դիմում են։ Չէ, այստեղ մի հատ ես գիտես ինչ իմաստով եմ ասում։ Ամեն դեպքում անձին դիմում էին, քեզ դիմում էին, որովհետև դու գիտեին, որ դու հաշ չես, դու կգնաս, կգտնես դրա ծայրը, այսինքն դրա համար քեզ դիմում էին։ Չէ, դե նույնն համայնքապետին է։ Չէ, տեսեք, ամեն դեպքում ջրհեղեղի ստուժածներ կային, որ ոչ մեկն էլ աջակցություն չստացավ։ Հիմա այն մնացածը, ովքեր իրանց աջակցությունն ստացել են, ել էս մարդկանց չեն օգնում ոչ մի բանով, որովհետև իրանց խնդիրն արդեն լուծվել է։ Այդ ընդհանուր պահանջատիրությունը, հիմա բոլորը գիտեն, այդ մարդիկ տուն չունեն, բայց այն մարդիկ, ովքեր իրանց տներն մինչև վերջ պայքարեցին, գնալով այդ գինը բարձրացրին, իրանց փոխհատուցման գումարը 2-3 անգամ չվերցրին, այդ միայն այդ շենքի բնակիչները գումարը չվերցրին, մինչև վերջ
ոնց ասած ոտները դեմ տված գնացին այնքան իրանց ուզած գնին Հա, չէ, իմ ասածը այն է, որ չկա տենց բան, էլի համընդհանուր, որ համընդհանուրը չկա, կա չդիմեն, չպահանջեն, լավ է պահանջեն, անհատական։ Ինձ թվում է այստեղ կարևորը էս էլ ասեմ ու անցնենք մի քիչ Հա, կոնկրետ բայց մի հատ հարց կար, այդտեղ որը սենց էլ բաց մնաց, դրան անպայման անդրադառնանք։ Անպայման։ Ինչ որ բաներ կատարվում, անպայման։ Դրանք կան, ուղղակի այս պահին ուզում եմ ֆիքսեմ, այս շատ կարևոր մի հատ դրվագ, էլի մեր աշխատանքի համար ինչն է կարևոր ինձ թվում է, հանրությանը ներկայացնել այդ պահանջատիրության օրինակները, ցույց տալ, որ իրականում մեր կողքը, մեր շուրջը ապրում են մարդիկ, ովքեր որ այդ անտարբերության մեջ չեն, պահանջատեր են ու երբեմն բավականին հաճախ իրանք կարողանում են հասնել այդ ցանկալի փոփոխություններին իրանք հետևողական պահանջատեր աշխատանքի ու բանի շնորհիվ, հա, պայքարի շնորհիվ։ Այդ օրինակները պետք է ավելի շատ ցույց տալ, որովհետև ինձ թվում է նաև տեղից էլ է գալիս մի քիչ այդ անտարբերությունն ու ապատյան, որովհետև չես տեսնում այդ դրական օրինակը։ Երբեմն կորում է։ Ուզում եմ մի քիչ պատմեք այդ ինչ որ Օլեգը ասեց, բաց չթողենք, ինչ երևույթներ եք նկատում արդեն ընտրողների նկատմամբ ուղակի ճնշումների։ Կան արդեն նման բաներ, որ դրսևորվում են հիմա, ինչին պետքա պատրաստ լինել, հատկապես առաջիկա 2 ամսվա ընթացքում ակնկալվում է, որ մի քիչ կսրվի։ Որոշակի շրջանակների, հա, մարդիկ, այսինքն չասեմ, միգուցե չգիտեմ, չեմ ուզում նախկիններ բառը օգտագործել, որտեղ ինքը բավականաչափ հոգնեցուցիչ բառ է արդեն, այլ որոշակի շրջանակներ, որոնք փոխկապակցված են, ունեն որոշակի մեծ կապիտալ, միգուցե նաև այդ լավ տղայի կարգավիճակներում են, հա, այսինքն այդպես իրենք հստակ, չասեմ, հա, ճնշումներ եւ այլն, բայց հստակ, նո այսպես ասած, իրենց լծակները սկսել են օգտագործել, հա, եւ իրենց լծակները օգտագործում են իհարկե նաեւ մարդկանց միգուցե սոցիալական կարգավիճակի վրա հենվելով, այսինքն դրանք, չգիտեմ, կարող է լինել համագործակցություն օրինակ տաքսիստների հետ կամ չգիտեմ որոշակի խմբերի մարդկանց հետ ուղղակի sense, հա, համագործակցային։ Դրանք այդ երևույթները նկատվում են եւ նկատվում են նաեւ որոշակի ոչ ժողովրդավարական երկրների ոչ թե նկատվում են, դառնում են ակնհայտ երկրների sense ասած բիզնեսների, հա, հետ փոխկապակցված խմբերի կոնկրետ քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացման եւ ինչ որ ձևի նաեւ ներգրավման, իսկ այդ ներգրավման շրջանակներում արդեն նաեւ բնականաբար ներգրավում են, այսինքն մարդիկ, այո, այսինքն դա շատ հստակ է, բայց շատ ասեմ, որ նման երևույթները ֆիքսվելու են շատ ուղիղ եւ հասցեական, էլի, այսինքն այդքան ինքը հանգիստ չի կարող ընթանալ եւ չի ընթանալու, այսինքն որովհետեւ իսկապես ալավերդիում այնպես չի, էլի, որ ասենք մարդիկ կլրեն նման երևույթների նկատմամբ։ Այդ երևույթները, որ ես հստակ, հա, նկատել եմ, տեսել եմ։ Նինա Գևորգ, դուք ինչ եք տեսնում։ Ինչ եք տեսնում։ Տեսնում ենք, որ ամեն դեպքում, այսպես ասած, իներցիայով ասեմ դա թե ինչի, բայց հիմնականում վարչական ռեսուրսը նախընտրում է իշխանություններին ընտրել, որովհետև ոնց որ շարից փորձունքից հեռու էլի։ Իսկ եթե չընտրի ինչ է արնելու։ Իրանք դա չեն պատկերացնում, որ ինչ է լինելու։ Իրանք այդ մթնոլորտի մեջ են ապրելու, որ եթե դե աշխատում են օրինակ, այս ինչ տեղ ուրեմն պիտի ընտրեմ նրան, որովհետև պարտավոր եմ ընտրել, որովհետև ամեն դեպքում իրանք ուշադիր են լինելու։ Այս չի անցել դեռ մարդկանց միջից, որ դու եթե ընտրում ես այն խցիկում, ոչ մեկ չի տեսնում դու ես ընտրում ամեն դեպքում։ Այդ խնդիրը կա եւ իսկ միգուցե դա նրանից է, որ այդ հա միջավայրերում կամ չգիտեմ որոշակի պատասխանատվություններում ներգրավված են մարդիկ, ովքեր ակտիվ օրինակ, չգիտեմ, են հա վատ բարքերի ընտրությունների կեղծման գործընթացների ժամանակ նաև մեխանիզմի մաս են կազմել, էլի, հա։ Դուրս չեն եկել։ Դե հա, ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինչ էլ արվում է, իրականում, ասենց ասած, շատ վատ ծառայություն է այդ տվյալ իշխանական ընտրող ուժին, որովհետև իրականում դա ավելի շատ ճնշում, գիտես ոնց է, ես լսել եմ, որ ասում է դե պիտի նրան ընտրես, ելուն պիտի ընտրես, ուշադիր
Հա։ Ով ասում։ Դա աշխատողն Պիտի է, մի բացահայտենք։ աշխատողին, ասում է, Պիտի դե բացահայտենք։ պիտի նրան ընտրենք, էլի, երում պիտի ընտրենք, ասենք թե, այսինքն եթե ինքը աշխատում է, չգիտեմ, բիզնես է կամ թե պետական ապարատ է կամ չգիտեմ ինչ, ինքը ընտրում է այդ բիզնեսը, ում հարում է, էլի, այսինքն այդ որովհետև դե ոնց կարանք չընտրենք, այդտեղ ենք աշխատում, այդտեղից ենք եկամ։ Ուզում ես ասած նույնիսկ երբ որ ուղիղ ճնշում չկա, Ուղիղ մեկը ճնշում կա չկա, այո, այդ կարծրացած մտածողությունը, այո։ որ ու այս առումով ավելի շատ ճնշումը իրականացվում է իմ կարծիքով հենց մեդիա հարթակներում, on-line հարթակներում, երբ որ նստում են, նայում են, լինում է ինֆորմացիա նայում ես, շատ լավ ինֆորմացիա, ճիշտ ինֆորմացիա են տալիս, մեկ է արանքում մի հատ փոքր դեզինֆորմացիա եւ վերջ։ Ինքը լսողը չի գիտակցում, որ իրան այս պահին այս մի փոքր կտոր ուղակի սղացրեցին ու խաբեցին, մտավ ուղեղը մի հատ ուրիշ նորությունում լսեց, խառնվեցին իրար, sense ու գնաց արդեն քաղաքական այդ կռիվը անցնում է փողոցում ընկերներով հավաքված այդ նույն ինֆորմացիան կա, բայց ինչ մարդ sense եղավ, նենց եղավ, ու արանքում այդ ինֆորմացիան փոխանցում են մեկին ու տենց դեզինֆորմացիայի այդ տարածումով սկսում են արդեն այդ բաները տարածել։ ինձ թվում է այս ամենից ես իմ համար մի հատ կարևոր բան եմ ֆիքսում մեր աշխատանքի տեսանկյունից, այդ կարևորը քաղաքացիների այդ աշխատանքում շեշտել ի վերջո այդ անհատական ձայնը, հա, այդ դու քո ձայնն է, որը որ դու որոշում ես տալ, ինքը կախված չի քո ընկերական շրջապատից, կախված չի քո գոլեգաներից, հա, մնացած ամեն ինչից, դեռ ինձ թվում է մի քիչ այդ խմբային մտածողությունը շատ ավելի գերակայում է, դե ոնց ասեն կամ ոնց կորոշեն, ես էլ կգնամ տենց էլ մյուսների հետ կքվեարկեմ ու այստեղ շատ կարևոր է որ կամած այդ տրանսֆորմացիան տեղի ունենա, որ դու անհատապես որոշում կայացնող ես ու քո քվեն ինքը քո անձնական որոշումն է, այլ ոչ թե ուրիշներինը, այդ տեսանկյունից ինձ թվում է շատ կարևոր է այս զրույցների մեջ այդ շեշտադրումները անել։ Մեր ժամանակը կարծես կամած սպառվում է, Օլեգ։ Հա, կամած ես մի հատ սեգմենտի մասին նաև հիշեցի, որտեվ այս ընթացքում եկել են հանդիպել են, այդ սեգմենտը հիասթափված սեգմենտ է, բայց ոչ թե հիասթափված ընդհանուր, հա, իրավիճակից, այլ իրենց, չգիտեմ, անձնական միգուցե քաղաքական անհաջողությունից եւ այդ սեգմենտը ինքը այս պահին կեղծ նարատիվների ոնց որ ասած լավ գործիք ոնց ասեմ, իրենք հատուկ թիրախավորում են եւ իրենք սկսում են նարատիվներ, հա, տարածել տարբեր, հա, համայնքներում ու շատ են գյուղերում այդ մարդիկ, ինձ թվում է այդ մարդկանց հետ նաև պետք է աշխատել, որովհետև իրենք համ խոսում են այնպիսի կարևոր հարցերից եւ որոնք չգիտեմ, հա, երկրի ինքնիշխանությունն է, անկախությունն է, ազատությունն է, ժողովրդավարությունը եւ այլն, եւ միևնույն այդ բոլոր արժեքների, հա, համատեքստում ինչ որ մի հատ նարատիվ են տարածում, այսինքն կարծես թե իրենք դրա համար են, այսինքն հա, սենց խոսում, բայց այդ ամբողջի սենց արանքով մի հատ կեղծ նարատիվ է ընթանում, վերաբերվող որը որ իրականում ինքնիշխանությունը պակասեցնող է, այսինքն հա, կամ ժողովրդավարությունը պակասեցնող է։ Այդ մարդիկ կարևոր դերակատարներ են ընդհանրապես, հա, իրենց համայնքում, գյուղում, ես կարծում եմ այդ տվյալ մարդկանց հետ էլ, հա, պետքա անհատապես խոսել, որովհետև մի բան է սեփական համոզմունքը, մի բան է, երբ որ դու դա տարածում ես, հա, եւ հանրային կարծիքի մեջ մեծացնում ես։ Ինձ թվում է դա շատ կարևոր է, ու որպեսզի մենք կարողանանք ապահովել, հա, այսինքն բոլոր մարդկանց ազատ կամ արտահայտում ընտրություններից, անկախ նրանից ինքը համայնքապետարանում աշխատում, բիզնեսում աշխատում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, թե մեկ այլ գործունեությամբ, քիչ ժամանակ ունենք դրա համար, այսինքն իրականում 2 ամիսը քիչ է, բայց պիտի իրականում աշխատենք եւ կարծում եմ այդ իրականի մեջ նաեւ քաղաքացին պետքա տեսնի իսկապես, հա, այսինքն ինչ խնդիրներ կան
եւ ոնց է այդ խնդիրների լուծումը ինքը պատկերացնում, հա, որպեսզի գնա եւ իր ընտրությունը կատարի, այսինքն ոչ թե օրինակ, չգիտեմ, հա, ինչ որ մի հատ, չգիտեմ, ինչ որ woman, չգիտեմ, յան, ինչ որ կեղծ նարատիվ է հերոստատեսությամբ տարածում, քաղաքագետ իրեն, հա, համարելով ինքը դրան լսի եւ գնա ասենք իր ընտրությունը կատարի, այլ տեղային իր համայնքային խնդիրների կոնտեքստից ինքը գնա իր ընտրությունը կատարի։ Այդքանը երևի։ Մենք շարունակենք մեր ցանցի անդամների հետ դրույթները, շատ մերսի ձեր մտքերով կիսվելու համար ու ելի հուսով եմ այն սպეციფიկ մարտահրավերները, որ ձեր տեղական կոնտեքստի համար նշեցիք, մի որոշ ժամանակ հետո ելի կզրուցենք, տեսնենք թե ինչն է ստացվում փոխել, ինչը չի ստացվում, ինչ հետաքրքիր մոտեցումներ գաղափարներ կա, որովհետև ի վերջո այս ընտրություններով ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում, բայց այն հարցերը, որ մենք բարձրացնում ենք ու ինչպես նախորդ զրույցներից մեկում հա նշվեց, որ կան խնդիրներ, որոնք ընտրությունների ժամանակ ավելի սուր են սկսում դրսևորվել։ Այդ խնդիրները ոչ թե չկան առաջ, այլ ընտրությունների ժամանակ ավելի սուր են սկսում դրսևորվել։ Դրա համար այս շրջանը մեր համար ոչ թե պարզապես մի կարճ հատված է, որտեղ ինչ-որ բան պետք է փոխենք, այլ իրականում վերագնահատելու, թե որոնք են այն լուրջ խոչընդոտները մեր երկրում ժողովրդավարության կայացման համար, քաղաքացիական մասնակցության համար ու ինչն է աշխատում այդ ամենը պաշտպանելու տեսանկյունից, որի առաջամարտիկները դուք եք, ձեզ մերսի։ Podcast-ը կարող եք տեսնել Քաղաքացու ձայնը մեդիա հարթակի, հա, YouTube-ի անալիքով եւ սոցիալական ցանցերով, ինչպես նաեւ civmedia.am կայքով կհանդիպենք շուտով։ Այդ նախընտրական շրջանում հենց տնտեսության վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերը իրենց նարատիվները կառուցում են։ Կգամ մեր նախընտրած տեխնացուն, խոստացել է մեր մոտ կդնի անտարբերություն կա, ապատյա կա, ինչ կատարվում կենտրոնում իրանց վերջին հաշվով չի էլ հետաքրքրում։